Ռոբ դու հոբի ունես ախպեր։ Հոբի։ Հոբի, որ ասենք ինչ որ զբաղում ես, որը սիրում ես, քեզ հաճույք է պատճառում ունես։ Հա։ Հա։ Ինչա։ Նկարչություն։ Նկարչություն ախպեր։ Հա։ Մի հատ գաղտնիք ասեմ քեզ։ Ասեմ։ Դու գիտես, որ նկարչությունով դու կարաս փող աշխատես։ Հա։ Եթե նկարում փող կտա։ Հա։ Ես չէ, ես որ լավ էի նկարում, մի հատ նկարում էի, միամիտ, երեխա էի ելը դպրոցական։ Միամիտ մեկը տեսավ ինձանից առավ։ Հա, $100 փող տվեց։ Հա, տարավ որ տատուիրովկա անի։ Հա։ Այդից հասկացա, որ ախպեր կարաս քո սիրած զբաղմունքով գումար աշխատես։ Մի ռուս երիտասարդի է ինձ անունացած։ Տեսավ իմ նկարները, ես եթե գտնեմ անպայման ստեղ կտեղադրեմ։ Նկարներս տեսավ, մի քանի այն ժամանակ ինչ որ մոնստերներ էին նկարում։ Ու մի նկարը դուրը եկավ, ինքը էլ, հա, ինքը տատու մասնագետ է, տատու էր անում։ Ինքը խնդրեց, որ մի նկարը տամ իրեն, ես ասի, խնդիր չկա, կարաս վեկալես, նվիրում եմ քեզ, բայց ինքը ինձ դրա դիմաց $100 տվեց։ Այն ժամանակ $100 անոց մեծ գումար էր։ Ու դե չէի ուզում վեկալե, ասում չէ, ես տենց ավելի ճիշտ եմ զգում, ես տենց ավելի ազիվ եմ զգում, որ դու վերցնես, ես դա օգտագործեմ իմ տատուները անելու, ասի լավ, օքեյ։ Կոնկրետ այդ նկարը իհարկե չունեմ, բայց մոտարապես այս կարգի նկարներ էին։ Ու այդ ժամանակ հասկացա, որ ինչ որտեղ մտքովս անցա, որ կարելի է սիրած զբաղմունքը վերածել գումարի։ Բայց շատ բան չարեցա 2020 թվին, երբ որ բանուգործ չունեի, այսօրվա թեմային ծանոթացա ու հիմա կիսվում եմ ձեզ հետ, ուշացումով կներեք, բայց ես չէի պատկերացնում, որ մարդիկ դրա մասին չգիտեն։ Բա։ Նես որ հիմա դες կպատմեմ ոնց կարաք դուք էլ գումար աշխատեք։ Լուսանկարչություն։ Ես մասնագետ չեմ, ես լուսանկարիչ չեմ, ուղղակի սիրողական շուտ բանից սիրել եմ, մի 10 քանի տարի լուսանկարչությամբ զբաղվում եմ, նես ձեռ հետ, որպես հոբի։ Մի քանի տարի առաջ այն կովիդի ժամանակ իմացա, որ կան սայթեր, պլատֆորմաներ ինտերնետում, որով կարաս քո լուսանկարները վաճառես։ Ու քանի որ համակարգչից մեջ լիքը ունեի, էլի, լուսանկարներ ունեի, որ այդ տարիների ընթացքում նկարել էի, տենց պահել էի, հավաքել էի։ Ասի փորձեմ, ինչու՞ չէ, դնեմ, թող տենանք, եթե վաճառվում է, վաճառվի։ Դրեցի, վերբեռնեցի ինտերնետ ու սկսեց վաճառվել, դրա համար հիմա պարբերաբար մեկ-մեկ հելնում եմ, թարմացնում եմ, որ իմ էջը թարմ մնա, էլի։ Հիմա երևի տեսեք այդ process-ը, կարամ օրինակ ինչ թեմա է, էլի, ուտելիքներ են, հելել եմ մի քանի բան նկարեմ, այս վերջերս մի քանի հատ 4-5 հատ նկար էի նկարել, գցել էի, վաճառվեց, մի քանի անգամ վաճառվել էր, դրա համար այսօր մտածեցի մի հատ կարելի է մեծ կոլեկցիա հավաքել նկարների, փողոցային ուտելիքի ու վաճառը։ Թամ քիթս էս փոխում։ Ինչ շատ եք հարցնում, թե ինչ եմ ստեղ աշխատում։ Համար լավ է։ Ինչ շատ եք հարցնում, թե ես ինչ եմ ստեղ աշխատում, հիմնական գործս չեմ ասի։ Համար լավ չէ։ Դե հեսա այս վիդեոից հետո կտենաս քանի 1000 հետևորդ ունենամ։ Օրայնով գխտում հետ։ Ուտելու տեղ է, այս բխտոցները, որ լսեք, մի զարմացեք։ Լավ, գնացինք, մի քիչ նկարեմ։ Tomato. Ճեգը։ Cheese. Գաղտնիքներից մեկը։ Նկարելուց պարտադիր ուշադիր եղեք, որ մեջը լոգո կամ մարդու դեմ չլինի։ Okay. Շեշե։ Սենց ֆրի տեսել եք, հələ մեծությունը։ Միմին։ Էս սիրն է։ Ֆիշկան գիտես որն է, որ մարդիկ ամբողջ աշխարհում ինչ-որ գործ են անում, ինչ-որ սայթի հոդված են սարքում կամ չգիտեմ, տարբեր բաներ կարա լինի, կարա հոդված լինի, կարա թերթի մեջ տպագրվի։ Նկարը պետք է լինում ինչ-որ թեմայի շուրջ։ Այդ նկարը մտնում են սենց ստոկերից են գնում էլի։
Ու դու եթե իմանաս ճիշտ նկարներ նկարես գցես այդ ստոկերը, քո նկարները կգտնեն կգնեն։ Հիմա էսի նկարում ենք սենց փողոցային ուտելիքի թեմայով։ Մերոնց պես չեն մտնեն ծրի նկարները Google-ից կոպի անեն, տանեն օգտագործեն։ Հեղինակային իրավունքներ։ Քո նկարը ոչ մեկ չի կարա վեկալի ուղակի հենց այնց օգտագործի։ Կծուն անում համեմունքները սրանք են։ Համն ու հոտը սրա մեջ է, այս համեմունքների մեջ։ Wait, okay. Կարաս այնց անես կորցնի քեզ։ Հա։ Բերան այո։ Պաս մի հատ շորց նկարենք ռով։ Պատրաստ ես։ Հա։ Հիմա եթե հենց արի ռով, որ քեզ կորցրեց, քեզ 50 յուան կտաս։ Ինչ գործ ես ախպեր։ Նայ, նկարում եմ, չէ, գեղեցիկ բան է, ոչ մի տեղ չի կարող ունենալ, սա հասարակական տեղ է, իրավունք ունեմ նկարը։ Դրա համար հանգիստ կարամ նկարեմ ու դնեմ վաճառքի։ Ես էլ շատ ուշ եմ բացահայտել սա, ու եթե դուք դեռ չգիտեք, շատ ափսոս, որտեվ պետքա շտապեք, քանի որ այս արհեստական բանականությունը ինչ եկել է, գործը մի քիչ թուլացել է, բայց էլի դեռ չի ձգում այս որակին, էլի, ձեր նկարած։ Եթե դուք լուսանկարչություն սիրում եք, եթե լուսանկարում եք ու անիմաստ այդ նկարները ձեր, չգիտեմ, ձեր համակարգչի կամ հեռախոսի մեջ պահում եք, ես հղումները ամեն ինչը կթողեմ, կան գոյություն ունեն հարթակներ ինտերնետում, որտեղ կարաք այդ լուսանկարները վաճառեք։ Ունես չի, որ դուք վաճառեցիք, մի անգամ վաճառեցիք, տվեցիք, ավարտվեց գնաց, չէ, դուք ստանում եք միշտ եկամուտ, այսինքն ինքը մեկ վաճառվեց, ձերն է եկամուտի մի մասը, երկրորդ անգամ վաճառվեց, ու այդ նկարը կարող անվերջ անգամ վաճառվի։ Նենց որ հղումները անպայման կթողեմ նկարագրության մեջ, անցեք, գրանցվեք, եթե տենց նկարներ ունեք 1000, 5, 10,000 500, չգիտեմ, ինչքան ուզում եք կարակ ներբեռնեք։ Ուղղակի նկարների որակը պետքա լավը լինի։ Ասած ես չինացիների սիրած զբաղմունքներից մեկը ցույց կտամ։ Այս ճտճտոցը լսում եք, չինական հոլերն են։ Այսօր ափսոս եկանք հասանք ստեղ, լավ արև դուրս չեկավ, էլի անպամած ստացվեց, դրա համար մի քիչ այսօր չստացվեց մեր նկարելը։ Բայց գալու նպատակը ինչն էր, ասեմ, տենալը իհարկե առաջի հերթին, ծանոթանալը, ձեռի հետ նաև նկարում ենք ու այդ նկարները վաճառում ենք։ Սա իմ կողմնակի եկամուտի աղբյուրներից մեկն է, նկարների ու տեսանյութերի վաճառքը։ YouTube-ի մասին չի խոսքը, այլ կարճ տեսանյութեր են, որոնք այլ մարդիկ կարող են օգտագործել իրենց վիդեոների մեջ։ Ահա էսի հոլ չի, ժողովրդի։ Այս մարդը ուրիշ բանով զբաղված։ Ափսոս եղանակը լավը դուրս չեկավ, ինչքան սիրուն կադրեր կարանք նկարենք։ Այն մեկը չենք նայ։ Հələ նա ինչ գեղեցկություն է, Ռոբերտո։ Էսի գիտես ինչի համար են դնում, մոտոները կամ ավտոները չկան։ Հա։ Ափսոս արև չկարա, ոնց ներվերս խախտվա։ Եկանք հասանք ստեղ։ Եղանակի տեսությունը ասում էր իբր արև ալնելու այսօր։ Դրա համար հելանք եկանք։ Իմիջիալոց մեր քաղաքում չենք, կողքի քաղաք ենք եկել։
մի ժամ տաքսիով եկել ենք, էլի մոտիկա, բայց մեր քաղաքը չի։ Այս դարպասն էլ ասիրուն, արի դարպասը նկարենք։ Արանան բռնսն է մարդ չերևա։ Գումարների չափերի մասին ասեմ, գումարը տարբեր է, նայած գնողը ինչ նպատակով է գնում նկարը, ասենք եթե ուղղակի իր էջին տեղադրելուց քիչ է իհարկե վճարում, քո մասը չափաբաժինը ավելի քիչ է, եթե ինչ-որ կոմերցիոն նպատակներով է գնում, ուրիշ լիցենզիա է գնում, արդեն ավելի շատ գումար է իհարկե վճարում ու քո չափաբաժինն էլ համապատասխանաբար ավելի բարձր է։ Դրա համար կարա վաճառվի, կարաս մի նկարի օրինակ ստանաս մի 10 ցենտից մինչև, չգիտեմ, մի քանի դոլար։ Նայած ինչ նպատակներով, էլի մարդիկ կան այն լավ ուժեղ պրոֆեսիոնալ նկարիչներ, իրանք շատ լսել եմ, որ հազարներն են ստացել։ Իդեպ այն բանի Windows-ի նկարը որ կա են, դաշտը, միլ տեսել ես, չէ՞։ Այն իմ կոմպի վրա որ կա։ Այդ նկարն էլ է այտենց մարդը տեղադրել, ուղղակի ճանապարհին տեսել է, դուրը եկել է, մեքենայից հել է նկարել է ու հետո տեղադրել է այտենց այդ հարթակներից մեկի վրա։ Ու ասում է իրան զանգեցին Microsoft-ից ու առաջարկեցին այդ նկարը ընդհանրապես գնեն, որը տեից վերացնի, իրանք գնեն ու քանի 100,000 դոլար աշխատել այդ նկարից։ Տենց էլ է հնարավոր։ Չափաբաժինը 10-ից 10 ցենտից մինչև մի քանի դոլար կարա լինի, բայց եթե տեսանյութ է վաճառվում, հայտի։ Մի բան ասեմ, ես օրինակ Երևանում գնացինք ռեստորան, խինկալի էինք պատվիրել, խինկալին բերեցին, տեսան հենց հարմար էր, լույսը հարմար էր։ Մոտակայքում ոչ մի բրենդ լոգո բան չկար, բռնեցի, նկարեցի 10 վայրկյան վիդեո էր, տենց նկարեցի այդ խինկալին, հետո այդ տեսանյութը 4K էր հեռախոսով նկարեցի, այդ տեսանյութը եկամ շոդին նայեց ինձ գլուխը։ Հերչը, նկարեցի այդ հարթակում տեղադրեցի ու մոռացա, տենց քանի ամիս անցավ զբաղված բան էի անում, կոմպով դաս էի տալի, օնլայն դաս էի տալի։ Ու մեկ էլ Վիդամլենյան եկավ, որ $70 կողեք ստացա։ Այդ աշակերտից ասում եմ, հելը սպասի, մտա տեսա այդ տեսանյութը 11 վայրկյան էր, թե 21 վայրկյան էր, չեմ հիշում։ Վաճառել էին, դե հելը պատկերացրեք քանի $100 էին վեկալ են, որ իմ բաժինը $70 կազմել է։ Նենց որ ժող, ասենք, եթե այդ նկարները պահում եք անիմաստ, տեղադրեք, թող վաճառվի էլի, ինչ-որ բան չկա մեջը։ Ես արդեն պահեմ իմ ֆոտոապարատը երևի օրալը ֆացնում առենջով է։ Հենց սպասես արձանը սիրում եմ։ Կյանքներս ենք վնասում ձեր համար։ Այդ հակում ձեր միլապտի կողմից մի ձև ինձ նկարեիք ոնց է ես փոքր կամերան։ Ես
Ասա ցույց կտամ, էլ սպասի կամերաս ցույց տամ։ Էսա։ Վահել էի նկարում էի, փոքր քայլում էի, դեմը լույս ա վառվում, այդ լույսը մատով փագել էի նկարում էի։ Մի պահ առաջի անգամ որ միացրեցի կամերան, հետո անջտեցի այնպես ծնգած սաղ այդ բանով եկեղեցով։ Ծնգ անջտվա։ Երկրորդ անգամ էլ չանջատեցի։ Բա այդ տենց դեր համար տենց զոհաբերություններ են կանում, տենց ռիսկերի են գնում։ Դուք մի հատ լայք, ինչ է, մի հատ լայք չեք դնում։ Սրա մասին էր խոսքը, երևի վերջում դեռ ժամանակը խնայեմ ու անցնեմ բուն թեմային, տեխնիկական մասին, այս տեսանյութի տակ, այստեղ YouTube-ում նկարագրություն կան։ Բացեք, մեջը կդնեմ 4 հղում իմ նկարագրած հարթակներից 4-ի մասին է խոսքը լինելու։ Այս 4-ը նրանք են, որոնք իմ այս մի քանի տարվա փորձի ընթացքում հասկացել եմ, որ լավագույնն են ու վաճառքները սրանք են։ Այսպիսի հարթակներ շատ կան ինտերնետում, կարող եք գտնել, փորձել, բայց ես փորձել եմ ու ես դες ասեմ, որ անիմաստ են, քանի որ վաճառք գրեթե չեմ ունեցել մնացածում, դրա համար այս 4-ը աշխատող տարբերակներ են, փորձեք։ Ինչ եք անում, հղումով անցնում եք, բացվում է, դիմում եք, գրանցվում եք, եթե անգամ անգլերեն չեք խոսում, հոգ չտանեք, կարող եք թարգմանիչ օգտագործել, հենց ներսում Chrome-ի ներսում լինի, թե այլ բրաուզեր ինչ որ օգտագործում եք, թարգմանեք, գրանցվեք, մի քանի լավ լուսանկար ընտրեք, վեր բեռնեք ու սպասեք։ Ինքդ կհարցնի, եթե հարցնի վեր բեռնեք, եթե չէ, որտեղ ոչ բոլորն են հենց սկզբից նկար պահանջում։ Նայած կայքի մոտ մի քանի օրից մինչև 2 շաբաթ կտևի մինչև ձեր դիմումը ստուգելուց հետո ձեզ հրավեր կգա, որ դուք ընդունված եք կամ ընդունված չեք, վատագույն դեպքում։ Ու արդեն դրանից հետո սկսեք նկարներ վեր բեռնել, նկարները անպայման վերնագրեք, նկարագրություն տվեք ըստ թեմայի, ըստ պատկերված ամեն ինչի, աշխատեք ավելի մանրամասն նկարագրություն տալ, քանի որ երբ որ մարդիկ փնտրում են, իրանք իրանց ուզած տարբերակը գրում են, ինչ են փնտրում, ու ըստ այդ գրվածի իրենց հայքը առաջարկում է տարբերակները։ Դրա համար աշխատեք այնպես բաներ գրեք, որոնք թե համապատասխանում են նկարին եւ թե մարդկանց պետք է։ Գրում եք վերնագիրը, նկարագրությունը ու անպայման մինչև 50 հատ keywords դա ինչ որ հեշտեգի նման բան է, այդ բառերով ըստ այդ բառերը կգտնեն։ Աշխատեք սխալ keywords մի գրեք, ասինքն եթե գիտեք որ sense brand-ային ինչ որ բաներ կա, որոնք շատ են փնտրվում, բայց ընդհանրապես չեն համապատասխանում ձեր մատերիալին, պետք չի դնել, քանի որ կայքի ժամանակի ընթացքում դա կգտնի ու ձեր edge-ի համար դա լավ չի լինի։ Դրա համար ազնիվ եղեք։ Վերնագիր, նկարագրություն, keywords։ Ընդ նշում եք, որ կոմերցիոն նպատակով եք վաճառում, թե էդիտորիալը նայա, որ դուք լիցենզիա պետք չի դες տրամադրել, էդիտորիալը ինչ որ նորությունների եւ նմանատիպ նպատակներով օգտագործվում։ Այնպես որ դուք ընտրեք, բայց էդիտորիալը ավելի քիչ գումար է բերում, քան կոմերցիոնը։ Կոմերցիոն նկարներում պարտադիր ուշադիր եղեք, որ ոչ մի բրենդ չերևա, ոչ մի լոգո չերևա, չգիտեմ, ինչ որ ծանոթ խոսքի օրինակ մեքենայի տեսքը, մեքենայի ֆորման բացահայտ լինի, որ դա խոսքի օրինակ Mercedes-ը, դրա համար չի ընդունի, քանի որ դա նույնպես հաշվում է բրենդ։ Այսքան բան Ժողովուրդ ջան, դե հուսով եմ ձեր ժամանակը շատ չվատնեցի, օգտակար էր այս 20 րոպեն, որ ծախսեցիք։ Դուք էլ ինձ շնորհակալություն հայտնեք լայք դնելով, բաժանորդագրվելով, եթե դեռ չեք հետևում ալիքին։ Ինձ շատ օգնած կլինեք, եթե իմ տեսանյութերը կիսվեք ժողովուրդ, ձեր սոցհարթակներում տեսանյութերը կիսվեք, որ տարածում ստանա, իմ ալիքը զարգանա, ես էլ ավելի ու ավելի մոտիվացված լինեմ, նոր ավելի որակյալ կոնտենտ ձեր համար ստեղծեմ։ Լավ մնացեք, ձեզ մաղթում եմ լավ օր ու կտեսնվենք հաջորդ տեսանյութում։